Ողջույն բոլորին, այսօր հոկտեմբերի 28-ն է, օրը երեքշաբթի, US Արմեզյան շարունակում է մնալ ԱՄՆ-ում զարգացող իրադարձությունների կենտրոնում։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ շնորհակալ եմ ու կլինեմ ձեր աջակցության համար լուրերը լայքելու, ալիքին բաժանորդագրվելու ու մեկնաբանություն հատվածում առաջարկությունների, ինչու չէ նաեւ քննադատությունների եւ գովեստի խոսքերի համար։ Առաջին լուրը Լոս Անջելեսից է, հարավային Կալիֆոռնիայի համալսարանի USC տարածքում ոստիկանությունը երեկ երեկոյան հայտնաբերել է նորասնիդի։ LAPD-ի տեղեկացմամբ նրանք արձագանքել են Մակլինթոք ավենյուի 3100-րդ հատվածից ստացված ահազանգին, որտեղ հայտնաբերվել է դին։ Մահվան պատճառը դեռևս չի պարզվել, այն պետք է որոշի դատաբժշկական փորձաքննությունը։ Այս պահին ոչ ոք չի ձերբակալվել։ Ավելի վաղ նույն հասցեում երեկոյան ժամը 6-ի սահմաններում արտակարգ իրավիճակների ծառայությունը արձագանքել էր 20-ամյա կնոջ շնչառական դժվարությունների վերաբերյալ ահազանգին։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Այնուհետև 1 ժամից մի փոքր ավելին հետո հրշեջները ու փրկարարները կրկին վերադարձել են նույն վայր նորասնի չշնչելու վերաբերյալ հաղորդմամբ։ Նորածինը եղել ընդամենը 19 ժամական։ Ոստիկանությունը շարունակում է քննությունը փորձելով պարզել նաև արդյոք երկու բժշկական միջադեպերը կապված են եղել միմյանց հետ, թե ոչ։ Սենատն այսօր 13-րդ անգամ է փորձել անցկացնել բյուջեի շարունակական բանաձևը կառավարությունը վերաբացելու համար։ Այն կրկին ձախողվել է 54-45 ձայներով, անհրաժեշտ է առնվազն 60 ձայն։ ԱՄՆ-ում շարունակվող կառավարական մասնակի փակումը, որը երկիրը հասցրել է ֆինանսական ճգնաժամի եզրին, հասել է իր 28-րդ օրվան։ Հանրապետական կոնգրեսականները միավորվելով ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի շուրջ հանդես են եկել սուր քննադատությամբ, հայտարարելով, որ դեմոկրատները դիտավորմամբ են պահում կառավարությունը փակ իրենց քաղաքական շահերի համար։ Խոսնակ Ջոնսոնը նշել է, որ դեմոկրատները պահանջում են միլիարդավոր դոլարներ ծրագրերի համար, որոնք չեն ծառայում ամերիկացի հարկատուների շահերին։ Նրանք ուզում են 200 միլիարդ դոլար հատկացնել ոչ քաղաքացիական անձանց առողջապահության վրա, միլիարդներ արտաքին ծրագրերի ու ծախակողմյան լրատվամիջոցների համար։ Մենք դա չենք կարող թույլ տալ։ Նա հավելել է, որ դեմոկրատների վարած քաղաքականությունը քանդում է երկրի տնտեսությունը եւ վտանգի տակ է դնում դաշնային աշխատողների, զինվորականների ու սննդային օգնություն ստացող միլիոնավոր ընտանիքների բարեկեցությունը։ Թրամփը փորձել է այլընտրանքային միջոցներով ֆինանսավորել կանանց, երեխաների եւ զինվորների ծրագրերը, սակայն իրավական սահմանափակումները թույլ չեն տալիս ամբողջությամբ փակել այդ բացը։ Ջոնսոնը կոչ արել Սենատի դեմոկրատներին դադարեցնել խաղերը եւ պարզապես բացել կառավարությունը։ Դեմոկրատները կարող են հիմա արդարացում գտնել, ասելով, որ դա անում են հանուն ժողովրդի, բայց փակումը ոչ թե ժողովրդի համար է, այլ ժողովրդի դեմ, ընդգծել է նա։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները զուգահեռ ասուլիսում հայտարարել են, որ պատրաստ են նստել բանակցությունների ցանկացած պահի եւ վայրում, լինի դա կոնգրեսում, թե Սպիտակ տանը, միայն թե վերականգնվի կառավարության աշխատանքը։ Բայց ըստ դեմոկրատների, հանրապետականները Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ շարունակում են արգելափակել երկխոսությունը, վտանգելով միլիոնավոր ամերիկացիների առողջապահական եւ սոցիալական ապահովությունը։ Հաքիմ Ջեֆրիսը ընդգծել է. հանրապետականները ոչ միայն հրաժարվում են երկարաձգել Affordable Care Act-ի հարկային արտոնությունները, այլև պատրաստվում են սովը դարձնել քաղաքական զենք, դադարեցնելով սննդի օգնությունը երեխաների, վետերանների, կանանց եւ տարեցների համար։ Ջեֆրիսը հիշեցրել է, որ հուլիսին ընդունված հանրապետական բյուջեն արդեն իսկ ներառում էր գրեթե 1 տրիլիոն դոլարի կրճատում Medicaid ծրագրից եւ 186 միլիարդ դոլարի նվազեցում SNAP ծրագրի աջակցությունից։ Այսօր 22 նահանգների եւ Վաշինգտոն DC-ի գլխավոր դատախազները, ինչպես նաեւ 3 նահանգապետեր դատարան են դիմել պահանջելով բացել արտակարգ ֆինանսական միջոցները կանխելու դաշնային սննդի օգնության դադարեցումը։ SNAP ծրագիրը, որը օգնում է շուրջ 1/8 ամերիկացիներին գնել մթերք, նախատեսվում է դադարեցնել այս շաբաթվա վերջին։ Ծրագիրը կասեցվելու դեպքում միլիոնավոր ընտանիքներ կկանգնեն սովի եւ ֆինանսական ճգնաժամի առաջ։ Գործող վարչակազմը հայտարարել է, որ չի կարող օրինական հիմքերով օգտագործել արկա 5 միլիարդ դոլարի արտակարգ ֆոնդը, որը բավական կլիներ օգնել ընտանիքներին առնվազն կես ամսով։ Սակայն դեմոկրատ պաշտոնյաներն ընդգծում են, որ վարչակազմը պարտավոր է շարունակել օգնությունը, քանի դեռ կան հասանելի միջոցներ։ Նույն իրավիճակում է նաև այլ դաշնային ծրագիր՝ Head Start մանկապարտեզային ծրագիրը, որը տրամադրվում է նախադպրոցական կրթություն եւ խնամք ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին, շաբաթ օրը կարող է դադարեցնել գործունեությունը ֆինանսավորման բացակայության պատճառով։ Իսկ WIC ծրագիրը նախատեսված մայրերի, նորածինների եւ փոքր երեխաների սննդային ապահովման համար կկարողանա գործել մինչև նոյեմբերի 8-ը։ Սննդի բանկերն ու հասարակական կազմակերպությունները նախազգուշացնում են, որ եթե իրավիճակը չփոխվի, նրանք չեն կարողանա սպասարկել ավելացող մարդկանց հոսքը։ Սննդի բանկերը նախատեսված են լրացնելու, ոչ թե փոխարինելու կառավարության աջակցությունը, նշված է վերջիններիս հայտարարությունում։
Միաժամանակ մի շարք նահանգներ փորձում են ժամանակավոր լուծումներ գտնել։ Օրինակ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Օքուլը հայտարարել է 30 միլիոն դոլարի արտակարգ հատկացում սննդի բանկերի համար, իսկ Նյու Մեքսիկոն 8 միլիոն դոլարի։ Սակայն գյուղական եւ փոքր նահանգները, ինչպես Արկազասը, խոստովանում են, որ չունեն բավարար տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ։ Եթե դաշնային կառավարությունը չվերաբացվի առաջիկա օրերին, մոտ 42 միլիոն մարդ կարող են նոյեմբերի 1-ից բառացիորեն մնալ առանց սննդի։ Մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ոչ երգում է, ոչ էլ հաստատում է ենթադրությունները, թե կարող է ձգտել նախագահի երրորդ ժամկետի, հայտարարելով, որ դեռևս չի մտածել արդյոք կդիմի դատարան վիճարկելու ԱՄՆ սահմանադրությամբ սահմանված 2 ժամկետների սահմանափակումը։ Ես կուզենայի դա անել, ունեմ իմ լավագույն թվերը, նկատի ունենալով ռեյտինգները։ Դա շատ հետաքրքիր է, ես չեմ բացառում ոչինչ, ասել է Թրամփը։ Իրավաբանները սակայն նշում են, որ նման քայլը օրինականորեն գրեթե անհնար է։ 1951-ին ընդունված սահմանադրության 22-րդ փոփոխությունը հստակ սահմանում է, որ ոչ ոք չի կարող ընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում ավելի քան 2 անգամ։ Թեև տեսականորեն Թրամփի դաշնակիցները կարող են փորձել փոփոխել սահմանադրությունը, բայց դրա համար անհրաժեշտ կլինի կոնգրեսի 2 պալատների 2/3 համաձայնությունը եւ 38 նահանգների վավերացումը։ Քաղաքական բևեռացման այս փուլում նման բան գրեթե անհնար է։ Նրա որոշ կողմնակիցներ անգամ առաջարկել են այլընտրանքային տարբերակ։ Թրամփը կարող է առաջադրվել որպես փոխնախագահ, իսկ հաղթանակից հետո նախագահը կարող է հրաժարվել պաշտոնից, այդպիսով Թրամփին դարձնել երրորդ ժամկետի նախագահ։ Սակայն փորձագետները նշում են, որ դա էլ նույնպես անօրինական է, որովհետև ըստ 12-րդ փոփոխության, որը սահմանում է, այն անձը, որը իրավասու չէ լինել նախագահ, չի կարող լինել նաև փոխնախագահ։ Թրամփը սակայն այդ տարբերակը մերժել է, ասելով, որ դա չի անի, դա չափազանց ճակերտներով ասած խելացի խաղ կլիներ եւ կարծում եմ ժողովուրդը չէր հավանի դա, պարզապես ճիշտ չէ, հավելել է Թրամփը։ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում այսօր առավոտյան մեկնարկել է 5-րդ տերմինալի փուլային փակումը։ Այն հանդիսանում է LAX-ի 30 միլիարդ դոլար արժողությամբ մայրաքաղաքային բարելավման ծրագրի մի մաս, որը ներառում է տերմինալների արդիականացում եւ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավում ուղևորների հարմարավետության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5-րդ տերմինալի ամբողջական քանդումը եւ վերակառուցումը։ Տերմինալ 5-ում գործում էին JetBlue-ն, Spirit Airlines-ը եւ American Airlines ավիաընկերությունները։ JetBlue-ն եւ Spirit-ը նախորդ շաբաթ արդեն սկսել էին տեղափոխվել համապատասխանաբար տերմինալ 1 եւ տերմինալ 2, իսկ American Airlines-ը այսօր է տեղափոխվել տերմինալ 4։ Լոս Անջելեսի օդանավակայանների վարչության ներկայացուցիչների խոսքով նպատակն է նվազեցնել անհարմարությունները եւ ապահովել ուղևորների անխափան տեղափոխությունը, նախապատրաստվելով նաեւ մի շարք խոշոր միջոցառումների, որոնք սպասվում են Լոս Անջելեսում 2026 թվականի FIFA-ի աշխարհի գավաթը, 2027 թվականի Սուպեր Բոուլը եւ 2028 թվականի օլիմպիական ու պարաօլիմպիկ խաղերը։ Նոր տերմինալի վերակառուցման ընթացքում շարունակվելու են նաեւ աշխատանքները LAX-ի People Mover ավտոմատ տրանսպորտային համակարգի վրա, որի բացումը բազմիցս հետաձգվել է։ Ներկայումս այն նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականի ամռանը։ Դաշնային դատավոր Սարա Էլիսը հրամայել է ԱՄՆ սահմանային պահպանության պաշտոնային օրականը իր հետ հանդիպել եւ զեկուցել իրականացվող գործողությունների ընթացքի մասին։ Այս որոշումը կայացվել է Չիկագոյի շրջանում վերջին շաբաթներին տեղի ունեցած բախումներից հետո, որոնք կապված են ներգաղթի վերահսկման լայնածավալ ծրագրի հետ։ Ավելին, դատավորը պարտադրել է Գրեգ Բովինոյին ներկայացնել ուժի կիրառման բոլոր զեկույցները, որոնք կազմվել են սկսած սեպտեմբերի 2-ից։ Դատավոր Էլիսը մտահոգություն է հայտնել հրապարակված տեսանյութերի եւ լուսանկարների առնչությամբ, որոնք ցույց են տալիս բախումներ ներգաղթի գործակալների եւ ցուցարարների միջև։ Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն միջադեպի վրա, երբ Հալոուինի միջոցառման ժամանակ գործակալները կիրառում էին արցունքաբեր գազ մի թաղամասում, որտեղ երեխաներ էին մասնակցում երթին։ Դատավորն անդրադարձել է նաև վերջին միջադեպին, երբ Լիթլ շրջանում 8 մարդ է ձերբակալվել, այդ թվում 4 ԱՄՆ քաղաքացիներ։ Ցուցարարները պնդում են, որ Բովինոն առանց հիմնավորմամբ անձամբ է նետել արցունքաբեր գազ եւ դրա վկայությունն են ներկայացրել ինչպես լուսանկարների, այնպես էլ տեսանյութի ձևաչափով։ Միլիարդատեր Իլոն Մասկը ներկայացրել է նոր նախագիծ Grokipedia.com, որը նա անվանում է ճշմարտության նոր հարթակ։ Մասկի խոսքով Grokipedia-ի նպատակը կլինի ներկայացնել ճշմարտությունը ամբողջությամբ եւ առանց կողմնակալության։ Grokipedia-ն գործարկվել է որպես XAI ընկերության նախագիծ եւ ներկայումս հասանելի է իր առաջին 0.1 տարբերակով։ Կայքը ունի մոտ 885,000 հոդված, մինչդեռ Wikipedia-ում ավելի քան 7 միլիոն է։ Տարբերությունը Wikipedia-ն կառուցվում է կամավորների կողմից, մինչդեռ Grokipedia-ն հիմնված է արհեստական բանականության Grok chatbot-ի վրա։
Մասկը նախկինում քննադատել Վիկիպեդիային այն անվանելով քարոզչությամբ լցված եւ կոչ անելով դադարեցնել նվիրատվությունները հարթակին։ Նրա խոսքով Գրոկիպեդիան պետք է դառնա ավելի անկողմնակալ եւ ազատ տեղեկատվական հարթակ։ Կայքն ունի մինիմալիստական տեսք, միայն որոնման դաշտով, սակայն առաջին քննադատները նշում են, որ Գրոկիպեդիայի որոշ հոդվածներ գրեթե ամբողջությամբ կրկնօրինակված են հենց Վիկիպեդիայից, իսկ մյուսներն ունեն աջակողմյան քաղաքական շեշտադրում։ Չնայած այդ արձագանքներին, Մասկը խոստացել է, որ շուտով կհրապարակի Գրոկիպեդիայի 1.0 տարբերակը, որը կլինի 10 անգամ ավելի լավը։ Ռուսաստանի երկրորդ ամենամեծ նավթարդյունահանող ընկերությունը Լուկոյլը հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել իր միջազգային ակտիվները։ Այս որոշումը հաջորդում է Միացյալ Նահանգների կողմից նախորդ շաբաթ Ուկրաինայի պատերազմի պատճառով սահմանված նոր պատժամիջոցների։ Ընկերության այս քայլը դարձել է ամենախոշոր արձագանքը ռուսական բիզնես միջավայրում արևմուտքի սահմանած էներգետիկ սահմանափակումներից հետո։ Լուկոյլը հաղորդագրության մեջ նշել է, որ արդեն իսկ սկսել է դիտարկել հնարավոր գնորդների առաջարկները, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ ակտիվների վաճառքն է նախատեսվում։ Հոկտեմբերի 22-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հետ կապված նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների Լուկոյլի եւ Ռոսնեֆտի նկատմամբ։ Մի քանի օր առաջ նույնն արել էր նաև Բրիտանիան նշված ընկերությունների հետ մեկտեղ պատժամիջոցներ սահմանելով նաև 44 թվերային ընկերությունների նկատմամբ, որոնց սեփականությունը դժվար էր պարզել։ Արևմտյան երկրների նպատակն է սահմանափակել Կրեմլի էներգետիկ եկամուտները, խեղդելով Ռուսաստանի արտաքին եկամուտների հիմնական աղբյուրը։ Լուկոյլը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ապահովում է աշխարհի նավթի արտադրության մոտ 2%-ը։ Ընկերության ամենամեծ արտասահմանյան ակտիվը հանդիսանում է Իրաքի Վեստ Քուրնա 2 նավթահանքը, որտեղ ունի 75% բաժնեմաս։ Բացի այդ, Լուկոյլն ունի նավթավերամշակման գործարաններ Բուլղարիայում եւ Ռումինիայում։ Մատակարարում են նավթ Հունգարիա, Սլովակիա եւ Թուրքիա, ինչպես նաեւ մասնակցում է նավթային նախագծերի Կենտրոնական Ասիայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում։ Վերջում եղանակի մասին։ Հարավային Կալիֆոռնիայում սպասվում է այս տարվա առաջին Սանտա Աննայի քամիների սեզոնային ալիքը, որը զգալիորեն կբարձրացնի ջերմաստիճանը, եւ կարծում արդեն զգում եք այսօր արդեն ավելացել է եւ հրդեհների վտանգը բնականաբար կավելանա։ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է ջերմային նախազգուշացում, որը կգործի մինչև չորեքշաբթի երեկոյան ժամը 7-ը։ Լոս Անջելեսի, Վենտուրայի, Օրինջի, Սան Բեռնարդինոյի եւ Ռիվերսայդի շրջանների մի մասի համար։ Բացի այդ, Սանտա Աննայի քամիների ուժգնությունը 30-ից 40 մղոն/ժամ արագությամբ եւ ցածր խոնավության պայմանները ստիպել են NWS-ին հայտարարել նաեւ քամու եւ կարմիր դրոշի նախազգուշացումներ։ Եթե հրդեհ բռնկվի, պայմանները նպաստելու են կրակի արագ տարածմանն ու անկախատեսելի վարքագծին, ինչը կարող է վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր։ Այսօր եւ վաղը կլինեն շաբաթվա ամենատաք օրերը, իսկ հինգշաբթից սպասվում է ջերմաստիճանի նվազում։ Ահա, այսքանն է առանձնացրել այս ժամի համար, հաջորդ թողարկումը երեկոյան է, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը՝ առողջ եղեք։